Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը հայ առաքելական եկեղեցու հետ ես անվանել եմ խաչակրաց 4-րդ արշավանքը։ Ինչու է 4-րդ, ես վերջում կասեմ։ Հայ առաքելական եկեղեցին ավելի քան 1700 տարի եղել է մեր ժողովրդի հոգևոր ողնաշարը, ազգային դիմագիծը եւ մշակութային ինքնության հիմքը։ Այն եղել է այն միակ հաստատությունը, որը դարերի ընթացքում պահպանել է հայ ժողովրդին այն ժամանակ, երբ մենք զրկված ենք ել պետականությունից եւ ապրում ենք օտարի տիրապետությունների տակ եւ վտանգված էր մեր լեզուն, հավատն ու ինքնությունը։ Մայր Աթոր Սուրբ Էշմիածինը կրոնական կենտրոն չէ, այլ մեր գոյության խորհրդանիշն է, մեր միասնականության առանցքը, մեր պատմության կենթանի վկան։ Ճիշտն ասած, ես հիմա տեքստից մի քիչ կշեղվեմ։ Այս արշավը, 4-րդ խաչակրաց արշավը սկսել է 2020 թվականից, բայց իր պիկին հասավ դեռևս տարուկես առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայից վերադարձավ ու մամուլի ասուլիսներից մեկում հայտարարեց ցեղասպանության հարցը պետք է վերաքննվի, արդյոք եղել է կամ կասկածի տակ դրեց, ասենց ինչ-որ մի ձև մեկնաբանեց, որը կասկածի տակ էր դնում հայոց ցեղասպանությունը։ Այդ նույն ժամանակ Արշակ Սրբազանը ասաց հետևյալը. ով համարձակվի կասկածի տակ դնի հայոց ցեղասպանությունը, նզովյալ է։ Այդ ժամանակվանից ի վեր սկսվեց բացահայտ արշավը եկեղեցու դեմ։ Դեպքերը շատ են տեղի ունեցել, բայց կոնկրետ ամենացավալին տեղի ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ մի խումբ խմբակներ հակասահմանադրական, ֆաշիստական, իրենց ղեկավարի կողմից հրամանված հարձակվել էին Մայր Աթոր Սուրբ Էշմիածին։ Ամենացավոյթն այն էր, որ մայր տաճարի դիմաց հայ ժողովուրդը բաժանված էր երկու մասի։ Մի մասը կանգնած էր պաշտպանելու եկեղեցին, մեր հավատն ու ինքնությունը, իսկ մյուս մասը իրենց քաղաքական ղեկավարի ազդեցության տակ պատրաստ էին անգամ ամենավատ քայլերին, չեմ ուզում մեկնաբանեմ, ինչ կարող էր լինել։ Չեմ կարող պատկերացնել, որ կհասնեինք այն վիճակի, երբ կարող ենք նույնիսկ սրբավայրի դիմաց, մոռանալով թե ով ենք մենք, ինչ է մեզ միավորում, էմոցիաներից տրվելով արուն թափվեր։ Չեմ ուզում ուղղակի դա պատկերացնել։ 2026 թվականի նախընտրական ծրագրի մեջ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կա հակասահմանադրական մի քանի կետեր կապված հայ առաքելական Սուրբ Եկեղեցու իրենց անվամբ բարեփոխումների մասին։ Նշում եմ իրենց կետերը։ Առաջի կետ. եկեղեցու փաստացի պետի հեռացում։ Երկրորդ կետ. կաթողիկոսի տեղապահի ընտրություն։ Երրորդ կետ. կանոնադրության ընդունում, ֆինանսական եւ բարեվարքային վերահսկում։ Եվ դ. կաթողիկոսի ընտրություն։ Ճիշտն ասած, ես բավականին երկար կետերը նշել եմ, բայց էսի ժամանակը սուղ է, չեմ ուզում ամբողջովին մեկնաբանել։ Ընդհանրապես սենց կասեմ, առաջնայինը սա հակասահմանադրական է, ամենակարևորը։ Երկրորդը իմ սուբյեկտիվ գնահատմամբ խնդիրը ոչ թե մեր հայ առաքելական եկեղեցին է իր մոտ, խնդիրը վեհափառը չէ, խնդիրը մնացած սրբազանները չեն, խնդիրը հայ առաքելական եկեղեցին է, որը մեր պատմությունը մշտապես պահել է ու պահպանելու է։ Եվ չակերտների մեջ անվանել, թե վեհափառը այս է, այն է, դրա համար ենք մենք այս բարեփոխումը անում, դա մեծ սուտ է։ Նրանց կողքը հավաքված սրբազանները, Նիկոլ Փաշինյանի կողքը հավաքված սրբազանները, նույն ինքը 2014, 2015, 2016 թվականներին, չեմ ուզում անունները տալ, բոլորս էլ գիտենք ովքեր են, անվանում էր Բեթլիներ, անվանում էր, ավելավա չասեմ ինչ էր անվանում, թող բոլորը գիտեն ինչեր էր նա անվանում, ու այդ խմբակով հիմա ուզում են մաքրում անեն, ծիծաղելի է ուղղակի, ես չգիտեմ։ Հարգելի կուսակիցներ, մտածում եմ ինչպես կարող եմ եւս մեկ անգամ նկարագրել Նիկոլ Փաշինյանի 2018-ից եմ գրել, բայց ճիշտ ասած երևի
1990-ից ավելի լավ կլինի իր քաղաքական ուղին, իր ճանապարհը, իր կերպարը։ Ինքը ստիքյան հիշեցի Պաուլ Սևակի Մարդ կա բանաստեղծությունը, որը վերաձևակերպել եմ, համարձակվել եմ Սևակի բանաստեղծությունը վերաձևակերպել Փաշինյանի վերաբերյալ։ Մարդ կա աշխարհն է շալակաստանում, մարդ կա ելել է շալակն աշխարհի։ Նա ով ելել է շալակն աշխարհի, լույսի մասին է խոսում ամեն օր, բայց քայլում է ստվերների միջով ու ճամփան միշտ իր կողմն է թեքում։ Խոսում է բարձր արդարությունից, բայց անարդարը հենց ինքն է լինում։ Ում պետք է բարձրացնում է վեր, ում պետք է թողում ներքևում, որտեղ շակ կա, այնտեղ է հայտնվում, որտեղ լույս է, այնտեղ է կանգնում, բայց լույսի տակ միշտ իր ստվերն է գցում, ու ստվերը երբեք չի հեռանում։ Ամենիչից շատ, ամենիչից վեր, ասում է հանուն մարդկանց եմ ապրում, սուտ է։ Ամենիչից շատ, ամենիչից վեր, իր թավշյա հեղափոխությունն է սիրում, սուտ է, նա այնտեղ իր փառքն է սիրում։ Ամենիչից շատ, ամենիչից վեր, ժողովրդավարությունն է սիրում, սուտ է, ժողովրդի մեջ իր ստի վրա ստեղծված աջակցությունն է սիրում։ Ամենիչից շատ, ամենիչից վեր, կուսակցական ընկերներին է սիրում, սուտ է, նա այնտեղ իր ազդեցությունն է սիրում։ Ամենիչից շատ, ամենիչից վեր, սիրում է նա խաղաղությունը, սուտ է, նա այնտեղ իր շարունակությունն է տեսնում։ Ամենիչից շատ, ամենիչից վեր, Արցախն է սիրում, եկեղեցին է սիրում, Հայաստանն է սիրում, անկախությունն է սիրում, սուտ է, նա իրան իր եսն է սիրում։ Ամենիչից շատ, ամենիչից վեր, սիրում է կյանքում նա իր աթոռը։ Աթոռն է սիրում ու նրան տիրում։ Ցանկացած գնով ելնում է նա վեր, փորձում է թռչել նա առանց թևեր։ Անվերջ սողալով առաջ է գնում է այսպես տարեստարի, ելնում է այսպես շալակ նայոց աշխարհի ու թոք է դառնում մեր պարանոցին։ Հարգելի կուսակիցներ, սիրելի ժողովուրդ, շնորհակալ եմ։ Մեր առաջ կանգնած է պարզ ընտրություն, շարունակվող անկայությունը, թե խաղաղությունը։ Մենք հավատում ենք ինքնիշխան խաղաղությունը, մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է լինել խաղաղության, կայունության և արժանապատիվ կյանքի երկիր, բայց դա ինք իրեն չի լինում։ Այդ ճանապարհը անցնելու համար պետք է ուժ, պետք է կազմակերպվածություն և ամենակարևորը պետք է հավատ սեփական պետության հանդեպ։ Մենք ասում ենք հստակ, կա ուժ, որը կարող է այդ պատասխանատվությունը վերցնել իր վրա։ Մենք, Հայ ազգային կոնգրեսը, Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ պատրաստ ենք անցնել այդ ճանապարհը, որովհետև խաղաղ Հայաստանը պատահական չի լինում։ Մենք ենք այն կառուցելու։ Ես մոռացա նշել նաև ինչու նշեցի 4-րդ արշավանքը։ 4-րդ արշավանքի ժամանակ, երբ որ հասնում են Բյուզանդիայի կայսրություն Կոստանդնուպոլսի մոտ, բանակցություններ է լինում, թե զորքերը ինչպես պետք է անցնեն եւ արշավեն Սուրբ Հող։ Բանակցությունները մի տարի տևում են տարբեր պատճառներով, շահով եւ այլն։ Ինչ են անում խաչակրաց 4-րդ արշավանքի զորքերը։ Գրավում են 1204 թվականի Կոստանդնուպոլիսը, թալանում են, կոտորում են իրենց քրիստոնյա ժողովրդին ու եկեղեցին նրանց անիծում է, այսինքն կաթոլիկ եկեղեցին։ Ինչ է լինում Բյուզանդիայի կայսրության հետ։ 1464, եթե չեմ սխալվում, 1453 թվականին Օսմանյան կայսր Մեհմեդ Սուլթանը երկրորդը գրավում է Կոստանդնուպոլիսը, վերջ դնելով Բյուզանդիայի կայսրությունը։ Այդ քայլով 4-րդ արշավանքի Բյուզանդիան այլևս չկարողացավ վերականգնել իր փառահեղ ուժը, նույնը մեզ է սպառնում, կորցնենք եկեղեցին, կորցնելու ենք պետությունը։ Շնորհակալություն։ Իր գործ։